ոլորտը իմ կարծիքով 25 թվականին մեծապես շահել է։ Պաշտպանության նախարարն ամփոփել է նախորդ տարին։ Անդրադառնալով պաշտպանության ոլորտի ծախսերին, Սուրեն Պապիկյանը նշել է 2018-ին այն 245 միլիարդ դրամ էր, 2025-ին 664 միլիարդ դրամ կամ 1 միլիարդ 741 միլիոն դոլար։ Այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Ինչու եմ սրա մասին խոսում, որովհետև շատ կարևոր եմ համարում 2025 թվականի գործունեությունը համեմատել սկզբնական զրոյական նախահեղափոխական տարվա հետ, այն առումով, որ շատ են քննադատությունները այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր, եւ այս թվերը խոսուն են, մեղմ ասած, եւ ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի։ Տարին կարևոր էր նաև բարեփոխումների առումով։ Պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը 2-ի փոխարեն դարձավ 1.5 տարի, շեշտեց նախարարը։ Բացի այդ, օրենսդրական բարեփոխումների արդյունքում 2023-ի համեմատ 2025 թվականին զորակոչի 19% աճ է եղել։ Պաշտպան հայրենիաց ծրագիրն էլ Պապիկյանի գնահատմամբ բավականին լավ արդյունքներ է ցույց տվել։ 2-2.5 տարիների ընթացքում շահառուների թիվը պաշտպան հայրենիաց ծրագրի այս պահին կազմում է 4234 զինծառայող, որը շարունակաբար աճում է, շարունակաբար աճը արդեն իսկ դիմումների մասին է։ Մենք այս պահին ունենք 906 դիմում, այսինքն միայն ամառային զորակոչից, որը դեռ սկիզբն է, եւ ես լիահույս եմ, որ մինչեւ պայմանագրերի կնքման ավարտը այն կավելանա եւս 200 հոգով նվազագույնը։ Այսպիսով մենք կունենանք առավելագույն թվաքանակ բոլոր զորակոչերի նկատմամբ մինչև 1000-1100 մարդ, որը մեկ զորակոչի համար վստահ եմ դուք եք համաձայն բավականին լուրջ արդյունք է եւ սա չի կարող չանդրադառնալ զինված ուժերի պաշտպանունակության վրա։ Եղել է նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք դրական են ազդել ոլորտի վրա։ Պահեստազորի սպաներին հնարավորություն է տրվել վերադառնալ ծառայության պահպանելով կոչումը եւ միևնույն ժամանակ զինվորական թոշակը։ Խոսքը գնդապետից ցածր կոչում ունեցողների մասին է։ Այս ծրագիրը եւս դրական միտում ունի։ Ինչ վերաբերում է 25-օրյա ավակներին, պահեստազորը 100%-ով համալրվում է պատկան մարմինների հետևողականության արդյունքում, արձանագրում է նախարարը։ Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նաև ոլորտում իրականացված կապիտալ ծախսերը։ Կապիտալ ծախսերը 2018 թվականին կազմել են շուրջ 17 միլիարդ 718 միլիոն դրամ, 2025 թվականին Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերը կազմել են ուշադրություն 57 միլիարդ 702 միլիոն 154 հազար դրամ։ Սա իհարկե ապահովում է եւ ամրաշինական կառույցների շինարարությունը, եւ զորանոցային ֆոնդի շինարարությունը եւ իհարկե նաեւ կենսապահովման այլ ուղղություններով կատարվող շինարարությունները, այդ թվում նաեւ վերանորոգումները եւ մեղմ ասած սա նույնպես խոսուն է թվերի համատեքստում։ Ինչ վերաբերում է զինված ուժերի նոր համազգեստին, նախարարությունը դեռ ամբողջական գնում չի կատարել։ Պարզապես ամերիկյան ընկերությունից փորձանմուշներ է ստացել, որն անցնում է փորձարկում զինված ուժերում։ Դրանից հետո արդեն տեղի կունենա գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները։ 2020 թվականից գործում է սպայական եւ ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների հիպոթեկային վարկավորման ծրագիրը, որով 2170 զինծառայող արդեն բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել։ Պետությունը հատկացրել է 8 միլիարդ 684 միլիոն դրամ։ Նախարարն անդրադարձել է նաև տեղական ռազմարդյունաբերությանը։ 2022 թվականին պայմանագրերի ծավալը տեղական ռազմարդյունաբերության հետ կազմել է 5.5 միլիարդ դրամ։ Այսօր գործող պայմանագրերով այն հասել է 170 միլիարդ դրամի, որի մեծ մասը արդեն իսկ մատակարարված է, բայց նաև կարևորում եմ 2026-2028 թվականների եռամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է հատկացնել 150 միլիարդ դրամ տեղական ռազմարդյունաբերության ոլորտին։ Ինչ վերաբերում է զենքերին, դրանք տարբեր տեսակի են, բնականաբար պաշտպանողական են, սկսած տարբեր տեսակի բազմազան ԱԹՍ-ներից, ինչպես սպառազինության այլ տեսակներ եւ կարող եմ ասել, որ դրանք բավականին մրցունակ են եւ արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրություն։
2025 թվականին օրենսդրական փոփոխություն է կատարվել, որով պարտադիր ժամկետային զինծառայողներին 21-ից 30 օր արձակուրդի հնարավորություն է տրվել, ինչը համամասնորեն բաշխվում է զինծառայության ժամկետի միջև։ Սահմանային ծառայություն տանողների դեպքում այն 30 օր է, թիկունքային զորամասերի դեպքում 21։ Մեկ այլ փոփոխություն։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ երթման արարողության ժամանակ երկար տարիներ զինծառայողը եւ նրա ծնողները խնդրի են բախվում։ Փորձում են տվյալ քաղաքում ծանոթ բարեկամ գտնել կամ հյուրանոց վարձել, որ երեխային հյուրասիրեն։ Օրենսդրական փոփոխությամբ ապահովել ենք, որ երթման արարողությունից հետո զինծառայողը կարող է 2 օր ունենալ արձակուրդ, ծնողը նույնիսկ կարող է չգար զորամաս, զինծառայողը կստանա 2 օրյա արձակուրդը, կգնա իրենց տուն իր հարազատների հետ, կվայելի այդ 2 հանգստյան օրերը, այնուհետև կվերադառնա հիմնական ծառայության որպես լիիրավ զինծառայող։ Սա նույնպես լուրջ փոփոխություն եմ համարում։ Սա ավելի շատ էմոցիոնալ փոփոխություն է, բայց շատ կարևոր է թե զինծառայողների եւ թե նրանց ծնողների համար։ 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով սպանություններ չեն եղել, ընդգծել է Պապիկյանը։ Անցնելով հարցուպատասխանին լուրերը նախարարից հետաքրքրվել է, թե ինչ նախադրյալներ են եղել զինծառայության ժամկետը կրճատելու առումով։ Ի պատասխան նշվել է, որ դա նախատեսված էր կառավարության 2021-26 թվականների ծրագրով, սակայն մեծապես կախված էր բարեփոխումների արդյունքից, ու դրա վառ օրինակը Պաշտպան Հայրենիաց ծրագիրն է եւ զորակոչի ավելացումը։ Սա մի կարևոր գործոն է, որը ամբողջությամբ ծածկում է մեր հանրության կամ մասնագետների մտահոգությունը եւ ըստ էության պաշտպանության նախարարը չէր կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ առանց զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնության կամ նրանց կողմից տրված կարծիքի եւ կարող եմ նշել, որ մենք այս փուլում արդեն իմ կողմից վկայակոչված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք 1.5 տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելու եւ համարում եմ, որ սա ամբողջությամբ փակված է, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք դեռևս ունենք 1.5 տարի, որպեսզի ավելի այս համակարգը ամրապնդվի, այն է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, պրոֆեսիոնալ համակարգը, որը կծածկի այն հնարավոր բացը, որը կարող է ծագել 1.5 տարի հետո։ Այս համատեքստում նախարարն անդրադարձավ նաև այլ խնդրի։ Հասարակության մեջ արմատավորված վատ ավանդույթ է եղել տարբեր միջոցներով առուզավակին բանակից ազատելը։ Ես վերջին 1 տարվա ընթացքում ուշադրություն դարձնելով եւ հետեւական աշխատանքի արդյունքում հորդորել եմ եւ կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից բոլոր այն պաշտպանության նախարարության համակարգում գտնվող ծնողներին, ովքեր ունեն զավակներ այլ երկրի քաղաքացի։ Իհարկե անմեղության կախավարկածը հաշվի առնելով ես չեմ կարող դատարացել նաև հիվանդություն ունեցողների նկատմամբ, բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ներսից կեղեքել եւ ճնշել, որպեսզի ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ։ Սա հանրային խնդրեմ է, սա իմ խնդրեմը չի։ Սա ձեր խնդրեմն է։ Զանգվածային լրատվության հարգելի մասնակիցներ եւ լրատվամիջոցներ։ Խնդրում եմ այս հարցում մեզ օգնեք։ Անդրադարձ եղավ նաև Կիրակնորյա ուղտերթին պաշտպանության նախարարի մասնակցությանը։ Սուրեն Պապիկյանը շեշտել է, բանակը չի ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ։ Դա ոչ քաղաքական միջոցառում էր, որին մասնակցելը ցանկությամբ է։ Պարտադրանք չի եղել, որ զինված ուժերի այլ ներկայացուցիչներ մասնակցեն։ Դուք պատկերացնում եք պաշտպանության նախարարը խրախուսի, որ զինված ուժերը ինչ-որ բանի մասնակցում են։ Այսինքն այդ ժամանակ դուք 1, 2, 3 հոգու կարձանագրեք, թե կարձանագրեք հազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդկանց։ Նկատի ունեմ մտնել մի շահարկման մեջ, որը իրականության հետ ոչ մի աղերս չունի, կարծում եմ ճիշտ չի։ Ես պաշտոնապես հերքում եմ զինված ուժերի մասնակցությունը որևէ քաղաքական ակցիայի։ Նախարարը շեշտել է, որ ինքն այդ միջոցառմանը մասնակցել է որպես քաղաքացի, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ պաշտպանության նախարար, որոնք իրար հետ փոխկապակցված դերեր են։ Ինչ վերաբերում է գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի այդ երթին մասնակցությանը եւ դրանից հետո տարածված այն հայտարարությանը, թե նա զրկվել է Արցախի հերոսի կոչումից, նախարարը նշել է, որ նման ինստիտուտ չի ճանաչում եւ Հայաստանում օրինական կառավարությունից զատ որևէ այլ մարմին չկա։ Կարեն Շաքարյանն այն մարդն է, ում հետ ծառայած տարբեր շրջանում զինծառայողներ վստահաբար կարող են ասել, որ Շաքարյանը մշտապես ծառայել է Հայաստանի Հանրապետությանը եւ արժանացել է կոչումների եւ շնորհների հիմնականում հայրենիքին մատուցած ծառայությունների համար։
Եվ այսօր մարդիկ ում, չգիտեմ, ես օրինակ չեմ ճանաչում, եթե այստեղ կան մարդիկ, որ իրոք ճանաչում են ձեր կողմից վկայակոչած մարդկանց, այսօր փորձում են կոչումներից զրկել կամ ինչ-որ կերպ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, իրենց գործունեության, տասնյակ տարիների ծառայության արդյունքում ստացել են շնորհներ, կարծում եմ սա մեղմ ասած աբսուրդ է եւ քննարկման ենթակա չէ, ու Կանայ Շաքարյանը կարող եմ ասել այսօր էլ հանդիսանում է զինված ուժերի պատվախնդիր սպա եւ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։ Տարածված այն տեղեկություններին, թե Սև լճի տարածքում հայ դիրքապահներին ադրբեջանցիները ստուգում են, Պապիկյանն արձագանքեց։ Խնդիրը վերաբերում է դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծված իրադրության մասին, ձեզ հայտնի Սև լճի մի դիրքի մասին է, որին հասանելություն ցավոք, այսինքն ընտրանքը հետեւյալն է, կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառու։ Ձեր ասացի մեջ ինքնին հակասություն կա, 14 օրվա հերթապահություն գնացողը ասում է 2 օրվա սնունդ ա վերջ, բա ի՞նչ ա ուտում։ 12 օր ի՞նչ ա ուտում։ Կա իրականություն, որը հետեւյալն է։ Մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, այսպես կոչված բլոկ պոստով։ Ասում են չեն ստուգում, քանի անգամ ասեմ հերքում եմ։ Նախարարն անդրադարձավ նաև քրեական ենթամշակույթին։ Այն սպաները, որոնք չեն խմբագրի իրենց մոտեցումները, կզորացրվեն։ Քրեական ենթամշակույթի մաս է նաև այն, երբ զինծառայողը զանգում է իր եղբորը կամ հարազատներին, որ միջամտեն բանակային կյանքին։ Այս ամենի դեմ նախարարությունը պայքարելու է, բայց անհրաժեշտ է բոլորի աջակցությունը, ամփոփել է նախարարը։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, Արման Թովմասյան, լուրեր։